Ժորժան, Երևանում տեղի ունեցան մի քանի համերգներ, Երևանի տոնի հետ կապված, երգեց Լյուբով Ուսպենսկային, որին հրավիրել էին այլ երգիչներ, տարբեր երգչուհիներ։ Ես ճուզողություն չեմ անում, ես կողմ եմ, որ ավելի ճոխ նշվի մեր քաղաքի տոները, բոլոր տոները։ Բավականին մեծ գումարներ էին ծախսվել, շատ լավ էր։ Բա թոշակառուների թոշակները երբ եք բարձրացնելու։ Մենակ չասեք էլի, բանը մեկը մյուսի հետ կապ չունի։ Դե եթե փող կա Լյուբով Ուսպենսկայա եք հրավիրում, բա թոշակները բարձրացրեք։ Մեկն էլ արեք, մյուսն էլ արեք։ Կամ ո՞րն ավելի կարևոր, թոշակը բարձրացնել, թե ինչ որ անընդհատ վառ եւ այլն շոուներ կազմակերպել, համերգներ, օտար երկրյա ինչ որ աստղերի հրավիրել։ Մենակ չգրեք էլի, որ ես ճուզողություն եմ անում եւ այլն։ Մի հատ թոշակառուներ ջան, գրեք մեկնաբանությունում ձեր վիճակի մասին, որ չգիտեք դեղ առնեք, հաց առնեք, թե կոմունալը վճարեք։ Եվ ոնց ենք մենք մեր տարեցներին վերաբերվում որպես պետություն, էլի, որ սաղ կյանք աշխատել են ու հարկ են վճարել այս պետությանը։ Կամ ոնց ինչպիսի վիճակում են գտնվում նպաստառուները, ովքեր զրկվում են նպաստից, անհիմն տեխնիկական եսիմիշ պատճառներով, անարդար կերպով զրկվում են նպաստներից։ Միայնակ մայրեր գրեք, բազմազավակ ընտանիքներ գրեք, հաշմանդամություն ունեցող մարդիկ գրեք մեկնաբանություններում խնդիրների մասին, գրեք, թող իշխանությունները տեսնեն։ Լավը ճոխ համերգները նշեք, ձեր պարգևավճարները ստացեք, ձեր աշխատավարձները ստացեք, ձեր պատավատները վայելեք, ձեր աթոռներն ու պաշտոնները վայելեք, իշխանություն, կառավարություն։ Բայց երբ եք սկսելու ցույց տալ, որ պետություն կա մեր քաղաքացիների կողքին, ովքեր դրա անհրաժեշտությունը այսօր շատ ունեն։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը կարող եմ փաստել, որ տասնյակ հազարավոր, 100 հազարավոր մարդիկ այսօր գտնվում են ծանր վիճակում։ Ինձ գրում են, ահա զանգում են, բազմաթիվ խնդիրներ, եւ չեն զգում պետության ձեռքը, չեն զգում պետության թիկունքում, որ իրանց հետևում կա պետություն, իրանք չեն զգում դա։ Բա առողջապահության ոլորտը ինչ վիճակում է։ Մարկած մարզից Երևան բերում են շտապօգնության մեքենայով կիլոմետրը 1000 դրամով։ Բա բուժ հաստատություններ չկա մարզերում։ Մարդիկ ժամերով գնում են, որ հասնեն գյուղական համայնքից դեպի քաղաք, որ ստանան բուժ օգնություն։ Էլ չասեմ, որ Երևան են բերում մարզերից, որովհետև շատ անգամ այնտեղ չեն կարողանում բուժել։ Չկա ուղղակի պայմաններ դրա համար, չկա այդ տեխնիկան։ Եվ ինչի մասին է խոսքը։ Երևանի կենտրոնում անընդհատ համերգ անելով չի նշանակում, որ դուք լավ կառավարություն եք։ Բա մի քիչ մտածեք մարդկանց մասին, մի քիչ մտածեք քաղաքացիներին ձեռք մեկնեք։ Այդքան մենք բարձրաձայնում ենք այս խնդիրները։ Ժորժան, խնդրում եմ պահանջատեր լինենք։ Որևէ անգամ չհուսահատվենք, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, միշտ դա իմացեք։ Ու անպայման հասնելու ենք միասին արդարության։ Գրեք, տարածեք, բաժանորդագրվեք իմեջին։